որոշվեց այս դատական նիստի ժամանակ եւ նաեւ ուզում եմ խոսենք թե առաջին դատական նիստը ինչու կայացավ առանց ձեզ։ Այսօր դատական նիստը հետաձգվեց նշանակվեց հունվարի 29 առավոտյան ժամը 9:30։ Ես առաջին դատական նիստին ներկայացուցիչ չի եղել հրապարակորդ հերթին եւ հրապարակորատությունը պես չի կարողացել ներկա գտնվել, որպես այդպիսին դատավորի կողմից առաջին նիստը կայացնելու ապացույցների բեռը բաշխելու հետ կապված որևիցե օրենքի խախտում չի եղել։ Սակայն չգրված օրենք կա, որպեսզի նմանատիպ հատկապես հանրային հնչեղություն ձեռք բերված գործերով միշտ պատասխանողին, առավել եւս որ պատասխանողը դրամատամիջոց է, հնարավորություն ընձեռնել ներկա գտնվել եւ ապացույցների բեռը բաշխելու վերաբերյալ իր կարծիքը հայտնել։ Ինչու, որովհետեւ ապացույցների բեռով պարտավորեցվել է պատասխանող կողմին դրամատամիջոցին հրապարակ, որպեսզի վերջիններս հոդվածում տեղ գտած փաստական տվյալների ապացուցեն, որ նման փաստական տվյալներ կան, իրականության համապատասխանում է թե ոչ, այսինքն դրվել է ապացույցների բեռ, որ հրապարակորդ հերթը ապացուցի, որ Նիկոլ Փաշինյանը կնոջը դավատանում է թե ոչ։ Մենք միջնորդել ենք, որպեսզի այդ բեռի այդ հատվածը հանվի, ինչու, որովհետև երբ որ արդեն իսկ դատարանը նման պարտականություն է դնում բեռը ապացուցելու, նշանակում է դատարանը գտնում է, որ հոդվածը ոչ թե հարցադրում է հռետորական հարց եւ ուղղակի ենթադրություն, այլ իրապես իր մեջ պարունակում է փաստական տվյալներ։ Իսկ մենք ամբողջ այս մեր հայցադումի պատասխանի մեջ եւ վկայակոչելով եվրոպական դատարանի շուրջ 15-20 նախադեպեր, ասում ենք, որ այս բովանդակությամբ որպես լրատվամիջոց այն կարող էր զուտ հռետորական հարց հնչեցնել եւ ուղղակի որպես հարցադրումի պատասխան ակնկալեր, որպեսզի Նիկոլ Փաշինյանը այնպես ինչպես մեղադրում էր ինքը որպես առաջին հանրային դեմք, մեղադրում էր որպես հանրային հոգևոր առաջի դեմքին զավակ ունենալու եւ հարցադրում էր ուղում։ Թող հերքի որ զավակ չունի, այդ նույն կերպով էլ լրատվամիջոցը այդ հարցադրումն էր հնչեցել, զուտ ենթադրություն անելով հռետորական հարց հնչեցնելով։ Բայց այս պարագայում արդեն իսկ ապացույցների բեռը դրվելուց հետո պետք է ապացույցի դավաճանումը, այսինքն որպես փաստական տվյալ արդեն իսկ գտնում ենք, որ դատարանը կողմնակալ վերաբերմունք է դրսևորել։ Դա է պատճառը, այսօր մենք միջնորդեցինք հետաձգել դատական նիստը, որպեսզի հաջորդ դատական նիստին բացարկի միջնորդություն ներկայացնենք նախագահ դատավորին։ Տեսնում եմ, որ դատավորը շտապողականություն է ցուցաբերում, ոնց որ անցած դատական նիստին ներկա չգտնվելու դեպքում դատական նիստը կայացավ, բայց մենք տեսնում ենք շատ ուրիշ դատական նիստեր, որ փաստաբանը անգամ մեղադիալը դատական նիստին չներկայանալու դեպքում հետաձգվում է, որպեսզի անպայման ներկա լինի։ Ինչու այս դատավորը նման վարք կամիք ցույց չտվեց։ Նայեք, քրեաիրավական ոլորտում մի փոքր ուրիշ է, այո, մեղադրյալի եւ առավել եւս մեղադրյալի պաշտպանի կողմից չներկանալու դեպքում դատավորը պարտավոր է նիստը հետաձգել։ Քաղաքացիական ոլորտում եթե պաշտպանությունը կա, ապա նա կարող է չհետաձգել։ Այո, մենք նույնպես գտնում ենք, որ շտապողականություն դրսևորում է այն բանից ելնելով, որ հենց առաջին նիստով իսկ առանց ապացույցների բեռը բաշխելու վերաբերյալ պատասխանող կողմի լրատվամիջոցի ոչ թե ուղղակի սովորական ֆիզիկական անձի կողմից առաջարկները լսելու եւ միջոցները քննարկելու ապացույցների բեռ է բաշխել, անկախ նրանից որ այդ իրավունքը ուներ դատարանը։ Հետեւաբար գտնում ենք, որ զուտ նաեւ հայցվորի ներկայացուցչի բավականին մեղմ ասած վատ պահվածքի արդյունքում նաեւ կայացվել է այդ վճիռը, այսինքն այսօր էլ հայցվորի ներկայացուցիչը անընդհատ առարկում էր հետաձգելու հետ կապված անկախ այն բանից, որ միջնորդող պատասխանող կողմը բացակայություն կարող է ներկայացնելու համար ժամանակ խնդրել, դատարանը պարտավոր է տրամադրել այդ ժամանակը։ Կարծում եմ, շտապողականություն կա եւ դա խոսում է այն մասին, որ ցանկանում են այս գործը շուտ ավարտել։